Ասում են, որ մենք կարող ենք հատակի վրա հատակի սևանուտակ գտնել նույնիսկ, չգիտեմ, մեքենաներ կամ տարբեր այսպես ասում են կա չէ մենք նավակներ տեսնենք իհարկե անգամ մենք զբաղվում ենք այս վերջերս անցյալ մեր սուզորդներից մեկը հայտնաբերեց Վահեն հայտնաբերեց մի փոքր հին նավակ այդ նավակով զբաղվում ենք որպես գիտական տեսանկյունից Որտեւ այդ փայտից նավակ է արդեն դրա մասին խոսացվել է, նկարներ եղել են, անցյալ տարի այս տարի մենք շարունակենք դրա ուսումնասիրությունները, պլանների կազմերը, գիծակետների կազմերը, ինչ որ կարանք, ինչքան կարանք մի երկու էքսպեդիցիա տրամադրվի այդ վակի այդ իսկապես այդ նավակին։ Ուրիշ փոքր նավակներ կան տարբեր տեղեր ջուրը բարձրացնում նասլաջերի տակը ասում են ինչ-որ տեղ սամարոտ անգած, ինչ-որ տեղ բոմբեր են անգած, այդ բաները մենք չենք տեսել, երևի կհանդիպենք, սուզում ենք, հաճախ ենք սուզում արդեն 25-30 մետրից հետո դեպի կղզուց հետո այն մյուս կողմը, դեպի այդ տարածքում ընկած ափի մասերը ստորջրյա ժայռեր են տարքեր, շատ գեղեցիկ են, իրանք ուղղակի օրինակ Սորժա ճանապարհի երկայնքով մենք փոս ենք ասում Սևանի հետ Արևիկի փոսը դենց ենք մենք կոչում, լավորտիկատը Միշոյևի անունն ինքը, դե որ գնում 80-82 մետր ագնում խորություն, դե պատավակի։ Որ շատ գեղեցիկ այն քիատեսակ հետո իր բանից տեսքով որ գնում ես 25-ից հետո սկսում է ուղղակի համարյա վերտիկալ, ու շատ գեղեցիկ կլիպներ, գազիրոգներ, ձևի ցենց հետո ուղղակի տեսնել է պետք։ Օրինակ բանի կոմերը իհարկե Սևանի կոմերը ավելի շատ է աղտոտված Սևանի քաղաքի մոտ այդ որտեղ որ լողափներ են հանրային թե ոչ հանրային եւ այլն դե շատ ավելի աղտոտված են քան թե ընդհանրենք շորժայի ճամփի երկանքով որ ափերը կան իհարկե դե քիչ են հանգստացումները չնայած շատ լավ տեղեր կան այնտեղ ու դենց ցույց վերջի բանը պատեմ որ ես ամեն նկարանում էինք նկարման միտքը միջայց այդ բաները չէր, աղբեր գտնելը չէր, բայց այդ ուղղակի ստացվեց այդ ձև։ Մենք տեսանք շատ մի քանի այդ փոքր տարածքում ընդամենը 50-60 մետրի եկավության, երևի 100 մետր, եկավության 5-6 մետր, 7 մետր խորության վրա մենք տեսանք ուղղակի շպրտած ցանցեր, շատ մանր բանով այդ յաչեգաներով այդ շպրտած մամրակալած որոնք մանոկուտ են եւ պլաստիկ են իրancs թեւը որը վնասակար է ջրին որը չի լուծվում ինքը չի քայքայվում ձգնորսը դա չեն տեսնում որ իրancs շպրտած աղբետ ցանցի տեսքով որը կա Իրանք ոնց որ ուղղակի թակարդ ռակերի համար վերջի ցանցը որ մենք տեսանք իսկապես մի ամբողջ ես կարող ասեմ մի 4-6 կիլո եթե ցենց կընտրան աշխուժ նայես ու մեծ լավ խեցգետներ են կպած անշարժ ձերքետարի են շարժում են չբանան բայց հերանալու այդ թակարդից այսինքն ոչ օգուտ ոչ իրանց կյանքն է ոչ իրանց է պետք Ոչ ռակին պետք ոչ մեզ է պետք դուրս գալի, ոչ մեկի պետք չէ, դուակի սպանում ենք անտեղի տեղը։ Մենք հիմա իհարկե տենց չենք թողի, մեզ էքսպեդիցիան շուտով կսկսվի, մենք սկսենք մաքրել ամեն հանդիպած ցանց, չօգտագործող ցանց իհարկե, մենք այն ոսը բաներ ձգնորսներին ոչ վնաս չենք ուզում պատճառենք, իրancs նոր ցանցերը կտրելու կամ քաշելու կամ վնասելու իրancs լոկուտները, իրancs գործը, բայց չօգտագործած ցանցերը, որ մամրակալած այդ թակարդները Դեռ մենք ինչքան հանդիպենք, մեր ուզումների ժամանակ կարող ենք մաքրենք։ Դա բոլորին է օգուտ, ոչ միայն ձգնորսներին։ Գիտեք, այնքան շատ չի զայրացնում ապակին, թեկուզ ինքն էլ աղբի տեսակ, բայց ապակին ինքը հավազ է յատեղով։ Այդ պլաստիկը, հնակ այդ ափերի մոտ, ամենաշատ կեղտը 3-ից 4 մետրի խորության վրա է։ Ոնց որ նենց տպավորության, որ մեկը վերցնում է շպրտում է, ինչ-որ ինչքան կարող հեռու, այդ կակրած ստացվում է, անմիջապես ստացվում է 2-ից 4 մետրի վրա, ու իսկապես դա շատ է։ Ինչն է։ Նույն պլաստիկ շշերը, նույն պլաստիկ ափսեները,
ամեն ձևի պլաստիկ, ուրիշ ոչի բան։ Ինչպես է մնում ես խորության վրա։ Ինքը դեռ շկում եք ջրի տակ, ուղղակի այսպես բաների մեջ, արդեն ամրակալած, արդեն ինչ որ դե ձևի բան, մեզ շատ հա դե երևի բան, բայց շատ տաճ երևույթ է։